Հարսանի հարապետության հպարտ քաղաքացիներ ողջունում եմ բոլորին։ Շնորհակալ եմ այսպիսի ջերմ հանդիպման և դիմավորման համար և առաջին բանը, որ ուզում եմ ասել հետևյալն է, այսօր այն պահն է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի և առերեսվի իր հզորության հետ, որովհետև շատ կարևոր է հենց հատկապես հիմա հասկանալ և արձանագրել, թե ինչպիսի մեծ ուժ է յուրաքանչյուր քաղաքացի, ինչպիսի մեծ ուժ է ձեզանից յուրաքանչյուրը։ Տեսեք, այսօր ընտրություններին մասնակցում են նաև այնպիսի քաղաքական ուժեր, կուսակցություններ և անհատներ, ովքեր տարիներ առաջ, ընդամենը տարիներ առաջ կարող էին մտածել, որ իրենք կարող են որոշել մարդկանց ճակատագիրը, մարդկանց շարժուձևը, մարդիկ երբ որտեղից ուր կարող են գնան, ինչ բիզնես կարող են անել, ինչ բիզնես կարող են չանել, երբեմն նաև մարդկանց ապրելու և չապրելու իրավունքն էին այդ մարդիկ որոշում Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր բանը, որ փոխվել է, և ես համոզված եմ, որ փոխվել է անշրջելիորեն, այն է, որ այլևս իրենք չեն որոշում, թե դուք ինչ անեք, դուք եք որոշում, թե իրենք ինչ անեն։ Այլևս ձեր ճակատագիրը կախված չէ իրենց քմահաճույքից, իրենց ճակատագիրն է կախված ձեր քմահաճույքից, նրանց յուրաքանչյուրի այս ընտրություններում որոշվում է, այդ թվում չնայած դա քաղաքական հարց չէ, դա իրավական հարց է, ժողովուրդ ջան, բայց այնուամենայնիվ այդ թվում իրավունքը բխում է ժողովրդից, այս ընտրություններում որոշվում է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ անպատիժ, թե չի շարունակելու մնալ անպատիժ, Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ մնալու է, թե ի վերջո պատիժա կրելու մարտի 1-ի ոճրագործության համար, դա դուք եք որոշելու, Եվ էլի ասում եմ, այն մարդկանց, այն մարդիկ, ովքեր ընդամենը տարիներ առաջ, ընդամենը 8 տարի առաջ կարող են որոշել, որ իրենք կարող են որոշել ով լինի պատգամավոր, ով լինի համայնքի ղեկավար և այլն և այդպես շարունակ, այսօր այդ բոլոր հարցերը որոշում եք դուք, միայն դուք, բացառապես դուք և որևէ մեկը չի համարձակվի որևէ ծռել ձեր կամքը։ Սրանում է ընթացիկ քաղաքական պրոցեսի ամենակարևոր նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է գիտակցի իր ուժը, ձեզնից յուրաքանչյուրը, ընդ որում էլի եմ ասում, այստեղ ներկա բազմաթիվ մարդիկ, այստեղ մարդ չկա, որ չունենա պրոբլեմ, որևէ մի պրոբլեմ, ինձնից սկսած կարա աշխատանքային պրոբլեմ ունենա, կենցաղային պրոբլեմ ունենա, առողջական պրոբլեմ ունենա, չգիտեմ, հազար ու մի, կապ չունի, բայց այս եմ պահնա, որ բոլորս հավասար ենք մի հանգամանքում, բոլորս հավասարապես քաղաքացի ենք և անկախ մեր սոցիալական վիճակից, մեր աշխատանքից մենք որոշում ենք հավասարապես, մենք որոշում ենք հավասարաբար և այս է պատճառը, որ ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, պատկերացնում եք, այս ընտրություններում պատկերացնում եք, չէ ինչ հարցեր են որոշում, այս ընտրություններում որոշվում է Հայաստանի հետագա ընթացքը, այս ընտրություններում որոշվում է Հայաստանի
հետագա ռազմավարությունը, այս ընտրություններում որոշվում է խաղաղության հետագա ճակատագիրը եւ այդ բոլոր հարցերի հետ կապված որոշում կայացնելու է մի մարդ եւ այդ բոլոր հարցերի վերաբերյալ ճակատագիրը հետագա ընթացքը կախված է պատկերացնում եք ընդամենը մի մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես 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 ուր այդ մեկ մարդը ուզում եմ ձեր բարձրացնել այդ մեկ մարդը եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ եւ մենք Հայաստանի արժանապատիվ պետականատեր ժողովրդին հորդորում կոչ ենք անում, խնդրում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել պետությանը, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել ապագային, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց էլի շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև սա պաշտոնի կռիվ չի, սա թոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության, եւ ուրեմն 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Բյուրեղավանին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետություն։ Եվ վաղը չէ մյուս օրը հենց շատ կարևոր է ընդգծել, որ հանրապետության օրն ենք մենք նշում, տոնը կոչվում է հանրապետության օր եւ հանրապետության օրը մենք վաղը չէ մյուս օրը նշելու ենք առանձնահատուկ պայմաններում, որովհետեւ մենք որոշել ենք մայիսի 28-ին, կառավարությունը որոշել է մայիսի 28-ին հաշվետու լինել իր գործատուի, իր տիրոջ առաջ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ եւ ի վերջո փաստացի արձագանքել բոլոր այն պնդումներին եւ մեղադրանքներին, թե լսել եք իհարկե, որ մեր ընդդիմությունը շարունակաբար մեզ մեղադրում է, թե մենք բանակը քայքայել ենք, թե մենք բանակը ոչնչացրել ենք, թե մենք երկրի պաշտպանունակությունը զրոյացրել ենք, եկեք վաղը չէ մյուս օրը հանրապետության հրապարակ ժողովուրդ ջան եւ տեսեք ձեր նոր բանակը, նոր եւ ժամանակակից բանակը։ Ընդ որում զորահանդեսը էլ եմ ասում է, զորահանդեսը առաջին հերթին հաշվետվություն է ձեզնից յուրաքանչյուրի առաջ, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը գործատու է ինձ համար կոնկրետ եւ մեր կառավարության, եւ դուք պետք է իմանաք մենք ինչ ենք արել։ Մենք նախկինում օրինակ մի տարի առաջ զորահանդեսի պլան չունեինք, բայց ինչքան մոտենում էր նախընտրական process-ը, ընդդիմությունը ավելի ու ավելի մեզ մեղադրում էր, թե մենք պարտք ենք ավելացրել, թալան ենք արել եւ այլն եւ այլն։ Ընդ որում ժողովուրդ ջան,
պարտքը, պետական պարտքի հետ կապված խնդիրները դուք պետք է իմանաք։ Ծախսվել է երկու ուղղությամբ։ Առաջինը հյուսիս-հարավ ճանապարհը, որի աշտարակ Գյումրի հատվածը արդեն շահագործման է հանձնվել, ով այդ ճանապարհով երթևեկելու առիթ ունեցել։ Ասեք, Հայաստանի պատմության մեջ երբևէ այդպիսի որակի ճանապարհ եղել է, թե չի եղել։ Երկրորդը, բայց այսօր մեզ մեղադրում էին, որ մենք Սյունիք ենք տալիս, որ մենք Սյունիքը չգիտեմ ինչ բան ենք անում, ապա բնակեցնում ենք, հայաթափում ենք, այսօր Հայաստանում, Սյունիքում իրականացվում է ամենամեծ շինարարական նախագիծը, հյուսիս-հարավի Ագարակ Քաջարան ճանապարհն է կառուցվում, եւ այնտեղ կառուցվում է հայ ժողովրդի պատմության մեջ երբևէ կառուցված ամենաերկար կամուրջը 720 մետրանոց կամուրջ։ Մեր ժողովրդի պատմության մեջ նման մեծության երկարության կամուրջ երբևէ չի կառուցվել եւ այսօր կառուցվում է Ագարակի մաքսատունը, անցման կետը Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանին եւ շուտով, շատ շուտով նաեւ սկսելու է իրագործվել TRIP նախագիծը, որը վերջնականորեն եւ անշրջելիորեն հաղթահարելու է Հայաստանի շրջափակումը։ Մենք հաղթահարում ենք շրջափակումը եւ կոնֆլիկտի փակուղուց Հայաստանի Հանրապետությունը վերաածվում խաղաղության խաչմերուկի, ժողովուրդ ջան, խաղաղության խաչմերուկի։ Մեզ մեղադրում էին, թե մենք միջանցք ենք տալիս, էս ենք անում, են ենք անում, բայց ահա արդեն իսկ համաձայնեցվել է TRIP նախագծի պայմանագիրը, չնայած ասեմ, այդ պայմանագրի դրույթները արդեն իսկ հրապարակված էին։ TRIP նախագծի իրագործման շրջանակ կոչվող փաստաթղթում, այսինքն ինտերնետում հիմա դրած է։ Եվ նաև օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրում, այդ չեմ ասում խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակած է։ Եվ բոլորդ հնարավորություն ունեք տեսնելու, որ TRIP նախագիծը ամբողջությամբ իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության եւ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա եւ ես բոլորիդ շնորհավորում եմ այս դարակազմի կառիթով, բայց այսօր արդեն ընդամենը 2 օր առաջ Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներկրումների համար վերաբացվեց, այսինքն չվերաբացվեց, բացվեց Ախալքալակ Կարս երկաթուղին։ Այսօր արդեն Հայաստանը դեպի արևելք եւ դեպի արևմուտք երկաթուղային կապ ունի։ Դա մի քիչ միջնորդավորված, բայց մենք առաջիկայում TRIP նախագծի իրագործման շրջանակներում եւ դրա համատեքստում նաեւ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի բացումը։ Իմիջիայլոց այսօր, երբ որ արդեն ավելի իրատեսական է դառնում սահմանների բացումը, մեր ընդդիմադիրները սկսել են ահազանգել, որ վայ դա վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Ստացվում է, ժողովուրդ ջան, որ ինձ լսում ես, ստացվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան 34 տարի մեզ լավություն են արել, որ մեր սահմանները փակել են։ Դեն չի ստացվում։ Եթե ասում են սահմանի բացումը սպառնալիք է, ուրեմն սահմանի փակելնելը մուրազ է։ Բայց ոնց կարելի է իմիջիայլոց ասեմ, այն որ շատ ահազանգում են մարդիկ, որ շատ ապրանքներ կա, որ Հայաստանում ավելի թանկ է, քան նույնիսկ որոշ այլ երկրներում, նույնիսկ եվրոպական երկրներում, մենք հարց չենք տալիս, այդ ինչի է տենց, ինչն է պատճառը տենց։ Դրա պատճառներից կարևորագույնը Հայաստանի տրանսպորտային սահմանափակումներն են։ Ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ տրանսպորտային ծախսը ունի էական ազդեցություն։ Մեր երկրում տրանսպորտային նույն տեսեք ինչ է տեղի ունեցել։ Թուրքիայից սենց թե նենց 91 թվականից սկսած ապրանքներ ներկրվել են Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն միշտ մեր խանութներում թուրքական ապրանքներ են եղել։
բայց Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծելու արգելք ա եղել։ Այսինքն հայաստանյան ընկերությունը չէր կարա Թուրքիայից ապրանք առնել եւ ներկրել Հայաստան։ Դրա համար ինչ են արել։ Ընդեղ մի հատ ուրիշ ֆիրմա են բացել, ընդեղից Թուրքիայից առել են տարել են այդ երրորդ տեղը, ընդեղ բան են արել, մաքսազերծել է, ընդեղից նոր արտան, այսինքն սա պատկերացրեք արդեն գնի վրա ինչքան բանա տոկոս ավելացել տրանսպորտային եւ ադմինիստրատիվ ծախսերի։ Ընդամենը 10 օր առաջա, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելու եւ Հայաստանից ապրանք արտահանելու արգելքը վերացվել է։ Եվ սա նոր տնտեսական հնարավորություններ են մեզ համար։ Եվ մեր մեծագույն պատմական խնդրեմը այն է, որ մեզ միշտ վախեցրել են մեր միջավայրում ապրելուց։ Ընդ որում այդ վախեցնելու տակ հիմք եղել է, չի որ դա անհիմն ա եղել։ Այսինքն մենք պատմական խնդիրներ ենք ունեցել, պատմական ճգնաժամեր ենք ունեցել, պատմական վախեր ենք ունեցել, որ արդարացված է, բայց նաև մեր կառավարությունը ձեր աջակցությամբ եկել այն եզրակացության, որ մենք պետք է սովորենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրել, որովհետև ընդ որում ես ձեզ ուզում եմ կիսվել եմ ուրիշ տեղեր, եթե լսել եք, բայց կարևոր եմ համարում, օրինակ 4 տարի առաջ, 5 տարի առաջ մենք ոչ Ադրբեջանի հետ ենք խոսում, ոչ Թուրքիայի հետ։ Երբ որ մենք Ադրբեջանին բան ունենք ասելու, մենք երրորդ երկին ենք գտնում, երրորդ երկրի միջոցով խաբար ուղարկում ենք, եւ երրորդ երկրի միջոցով պատասխան ենք ստանում։ Եվ 1, 2, 3 հասկացանք, որ շատ հաճախ ոչ մեր խաբարն է ճիշտ գնում հասնում տեղ, ոչ էլ պատասխանն է ճիշտ հետ գալիս։ Երբեմն չարամտորեն, որովհետև կան ուժեր, որոնք ուզում են մեզ անընդհատ վախեցած պահեն մեր տանը, որ ձեռները տաքացնեն մեր խոցելիությունների վրա, բայց երբեմն էլ չարամտորեն չէ, որովհետև նրբություններ կան տարածաշրջանին, որ ուժները տենց չեն հասկանում նրբությունները, եւ հետեւաբար մենք որոշում ենք կայացրել, որ մենք պետք է մեր երկրում ապրելու վախերը հաղթահարենք, որովհետև մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանը իր քաղաքացու համար այլևս մաքարելու, գոյատևելու տեղ չի, այլ Հայաստանի Հանրապետությունը կյանքը վայելելու, ապրելու, աշխատելու, հաց ստեղծելու եւ վաստակած հացը վայելելու պետություն եւ հայրենիքը եւ այս այն պատմական փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Սա նաեւ կարեւոր է հասկանալ, թե ինչու այս ամեն ինչը տեղի ունեցել, ժողովուրդ ջան, որովհետեւ վերջին 8 տարիներին մենք շատ դժվար որոշումներ են կայացրել, շատ դժվար որոշումներ են կայացրել, որ երբեմն մենք գիտենք մեր ժողովրդին էլ հասկանալի չի եղել, թե մենք ինչի ենք այդպես վարվում, ինչ ենք անում, ինչ ենք ուզում, իսկ մենք ուզում ենք մի բան, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հարատև, որպես տանտեր, հավերժ ապրի այս պետությունում, Հայաստանի Հանրապետությունում իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով, մենք չենք ուզում մեր երկրում ապրելու համար օգնության կարիք ունենանք, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ստեղծարար տաղանդավոր ժողովուրդը կարող է աշխատել եւ ապրել, նրան պետք է տալ այդ հնարավորությունը եւ այսօր տրված է այդ հնարավորությունը եւ այն, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 2018 թվականից մինչեւ օրս 53% աճ է ունեցել, դա ձեր շնորհիվ, ձեր տաղանդի, ձեր աշխատանքի, ձեր նվիրվածության շնորհիվ, այն բանի շնորհիվ, որ դուք այլևս տեր եք Հայաստանի Հանրապետությունում, իշխանությունը ձեր ծառան է, վարչապետը ձեր ծառան է, եւ ես այսօր որպես ձեր ծառա եկել եմ ձեզ կոչ անելու, խնդրելու, ընդ որում շատ կարեւոր է, էլի ասում եմ, որոշողը ժողովուրդն է, ինչ էլ դուք որոշեք, ես ձեր որոշման հնազանդ կատարողն եմ, ես ձեր որոշման հնազանդ կատարողն եմ, որովհետև դուք տերն եք, ես ծառան եմ։
Էդ էլ է շատ տարօրինակ բան, ես այդ օրինակն եմ բերում, որ ասում են բանը, մեկը ասում է ես իշխանությունը վերցնելու եմ, նախկինում ասում էին ես իշխանությունը չեմ տալու, ես այդ օրինակն եմ բերում, պատկերացրեք ասենք խոհարար եք հրավիրել տուն, որ խորոված անի, խորոված անում էական չի, հավ մեկ էլ մի օր ասում են շատ լավ, արին շատ լավ, թող գն, ասում է չէ չեմ գնում, տենց բան կարա խոհարարը եկել ասում է չէ չեմ գնում, ես մնում եմ, ես պտի սրանից հետո ես խոհանոցում տիրություն անեմ, չի կարա տենց բան ըրնի, նույնն էլ իշխանություն է, մեկը խոհարար է, մեկը կառավարություն է, մեկը վարչապետ է, մեկը դա ծառայություն է ժողովուրդ, իմիջայլոց ժողովուրդ գիտեք, պաշտոն բառի ստուգաբանությունը հայերենում, պաշտոնը ծառայությունն է, պաշտոն նշանակում է ծառայություն եւ ես հպարտ եմ, որ ինչքան կարողացել եմ ծառայել եմ ձեզ եւ հիմա դուք կորոշեք, որ ես պետքա շարունակեմ ձեզ ծառայել, ես կանեմ լավագույնը, դուք կորոշեք, որ ես պետքա հեռանամ, ես խոնարհումով հնազանդ սուս ու փուս կհեռանամ, այդտեղ ընդհանրապես հարց չկա 2018-ից մինչև օրը ժողովուրդ ջան, ոչ մի ընտրության արդյունք չի կեղծվել, որովհետև ես համոզված եմ, որովհետև ձայն բազմած, ձայն Աստծո, ժողովրդի ձայնին կպնել, նշանակում է եղծել Աստծո ձայնը, ձեր ձայնը Աստծո ձայնն է, եւ ձեր ձայնը Աստծո ձայնը, ձեր ձայնը Աստծո ձայնը, եւ ամենամեծ բանը, որը պետք է տեղի ունենա, ժողովուրդը իր խոսքը պետք է ասի, բայց ելի եմ ասում, որպես մի մարդ, որը վերջին 8 տարիներին ձեր թույլտվությամբ առաջնորդել է Հայաստանի Հանրապետությունը եւ ինչպես եւ խոստացել էի, մեր նավը հանգրվանած է խաղաղ նավահանգստում եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի խաղաղությանը եւ նաեւ Հանրապետության օրվանից սկսեցի ժողովուրդ մայիսի 28-ին մեծ իրադարձություն է սպասվում, ինչպես եւ ասացի, ձեր նոր բանակը մենք ուզում ենք ձեզ ներկայացնել եւ մի քաղաքացու ստեղել տեսեք քաղաքացու դերի մասին խոսած չէ, մի ուրիշ դրվագ եմ ուզում ձեզ պատմել, ուզում եմ տեսնեք, թե մեր որոշումների վրա կոնկրետ մի քաղաքացին ոնց կարա ազդի, մի քաղաքացի։ Ես Էրեբունի վարչական շրջանում բան ենք անում, շրջում ենք, խոսում ենք, շփվում ենք մարդկանց հետ, մի քաղաքացու հետ խոսացի, ինքը տենց քննադատաբար էր տրամադրված եւ սկսեց խոսել բանակի մասին, չեմ էլ հիշում, ոնց խոսքը հասավ բանակի։ Ես ասացի, գիտեք ինչ, զորահանդես ենք անելու, կգաք կտեսնեք, թե ինչա, այս մարդ ասեց լավ է, ում եթերում ակարդն եմ եղել այդ խոսակցություն, ես էդ չեմ սարում։ Ասեց լավ է, գիտենք էլ ինչ եք անելու, ասց ինչ ենք անելու, ասեց տեսա մակետ բան սարքելու եք, վերեք կամերաների առաջ թող պատկացնեք, իբր ժողովրդի աչքերին թոզ փչեք։ Ահա որ ծանր տարա այդ խոսակցությունը, մի հատ 15-20 վայրկյանից ահա որ ծանր տարա, ու օրերով մտքիցս դուրս չէր գալի, ասում եմ, բայց ոնց են մարդիկ սենց բան մտածում, բայց հələ որ մտածում են իրանց գործնամ, բայց ինչ պետք է անեմ, չեմ կարա այդ խոսակցությունը ես մոռանամ։ Եվ դրանից հետո շատ կարևոր մի որոշում կայացվի, որ մայիսի 28-ի զորահանդեսից հետո սպառազինությունը եւ տեխնիկան Հանրապետության հրապարակով անցնելու, բայց ոչ թե թողելու է հեռանա, այլ մենք ամբողջը շարելու ենք Տիգրան մեծ պողոտայում, որտեղ մինչև ժամը կես գիշերը, մինչև ժամը 12-ը, որ ձեզնից յուրաքանչյուրը գա իր սեփական աչքերով տեսնի, մի հատ գնա, մի հատ կասկածի, մի հատ նորից հետ գա, մի հատ էլ տեսնի, մի հատ էլ գնա, մի հատ էլ էլի գա հարևանն ասելա չես հասկանում միամիտ,
այդ լրիվ մուլաժները նեղե, մի հատ էլ հարևանի վերցնի հետ գնա ցույց տա, այն մենակ դրանից հետո միջև բոլորը չհավոզվեք, որ ամեն ինչ իսկական է, այնտեղից չենք հեռացնելու։ Եվ ես ձեզ շնորհավորում եմ ձեր նոր բանակի առիթով։ Բայց Ժողովուրդ ջան, էլի ուզում եմ վերադառնալ, ես չեմ խոսելու, գիտեք արդեն շատ խոսել եմ, չգիտեմ հետև մեկ քարոզարշավին ուրիշ տեղերում ինչ են խոսում, տենց մի քիչ բան էլ չի, որովհետև թեմաներ կա, ես կրկնում եմ անընդհատ, թեմաներին անդրադառնում եմ, բայց նաև կարևոր է, թեմաներ կա Ժողովուրդ ջան, որ կարևոր է ոչ միայն դուք լսեք, այլև կարևոր է, որ ես դա ասեմ ձեր աչքերի մեջ նայելով, որովհետև ուրիշ բան է։ Ես մեկ-մեկ բան եմ անում, էլի ասում եմ, հիմա գնում եմ այնտեղ, այս բանը ասում եմ, այս բանը ասում եմ, նույն բանը ասում եմ, ինձ հարց եմ տալիս, ասում եմ, ինչքանով է ճիշտ, որ ես այդ նույն բանը գնամ տարբեր տեղեր, եւ ես իրականություն ունենամ, որ չէ, մեկ ես նաև նույն բանը, թեկուզ դուք հեռուստացով լսել եք, բայց ձեր աչքերի մեջ նայելով էլ պետք է այդ նույնը ասեմ, որ ես ձեր աչքերը տեսնեմ, դուք էլ իմ աչքերը տեսնեք ու դուք գնահատեք, ինչքանով է այդ ամեն ինչը իրական եւ ճշմարտություն, ինչքանով է այն սերը, որը արտահայտում եմ ես ձեր նկատմամբ, ինչքանով է իրատեսական, իսկական, ինչքանով է ձևական, ինչքանով է ընտրական եւ ինչքանով է անկեղծ որդիական եւ եղբայրական։ Էսա պատճառը կներեք, որ ինչ-որ բաներ այնուամենայնիվ կրկնում եմ։ Եվ ամենակարևոր կրկնությունն է Ժողովուրդ ջան, որ Հայաստանում խաղաղությունը հաստատված, ես ձեզ խաղաղության առիթով շնորհավորում եմ, բայց խաղաղությունը ինքը արդեն 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք զոհ ու վիրավոր չենք ունեցել։ 25 թիվը առաջին օրացուցային տարին է, պատկերացնում եք 91 թվից ամեն տարի մենք զոհեր ենք ունեցել եւ վիրավոր, եւ արդեն երկու ոչ օրացուցային, բայց երկու տարի մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 2025 թիվը առաջին օրացուցային առաջին տարին է, որ ի վերջո արտագաղթը կանգնել է եւ ներգաղթը ասել 25 թվականին Հայաստան եկած վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվից եւ սա նշանակում է, որ մեզ իրար հետ հաջողվել է կանգնեցնել արտագաղթը, հաջողվել է կանգնեցնել արտագաղթը։ Բայց այդ ամեն ինչը խաղաղության շնորհիվ, որը 9 ամսական երեխայի հետ ունի մի ընդհանրություն, 9 ամսական երեխայի նման նա բոլորիս ուրախացնում է, 9 ամսական երեխայի նման նա այսօր Հայաստանի ամենակարևոր ներկայությունն է, բայց 9 ամսական երեխայի նման եթե մենք նրան չխնամենք, նա չի ապրի Ժողովուրդ ջան։ Մեզ պետք է խնամք տանել, որ նա մեծանա, ոտքի կանգնի, ուժեղանա, ամրապնդվի։ Էսա պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Բյուրեղավանին, Կոտայքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, երկու հայտարարություն։ Առաջինը Կոտայքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը
ժամը ուղիղ 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում բոլորիդ հրավիրում եմ եւ մեծ պատիվ կլինի ինձ համար բոլորիդ տեսնել այնտեղ ելույթներ կլինեն այլ ելույթներ ես էլ ելույթ կունենամ բայց բացի ելույթ ունենալուց նաեւ վարչաբենդի կազմում կնվագեմ ձեզ համար ներկայացնելով իրական Հայաստանի պետություն վերջը երգը Այս քաղաքական պրոցեսը ես անվանում եմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները ամենայն հարգանքով, բայց այս քաղաքական պրոցեսների ամենակարևոր մասնակիցներն են եւ ի վերջո երեխեքը ճիշտ են, որ այսքան ակտիվ են, որովհետև իրենք հասկանում են, որ մի շատ կարևոր, մի շատ դրական իրադարձություն է տեղի ունենում, մենք ոտք ենք դնում Հայաստանի հարատևության ճանապարհին մենք հաղթահարել ենք մաքարելու եւ գոյատևելու օրակարգը եւ մուտք ենք գործել զարգացման եւ կյանքի օրակարգ իսկ երեխաները կյանքի ամենամեծ սիմվոլներն են եկեք ծափարենք մեր երեխաներին եկեք ծափարենք մեր երեխաներին Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար